Շնորհակալություն Ֆրանսիա գրության պաստառներով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց դիմավորեցին հանուն Հանրապետություն կուսակցության անդամները։ Մենք ցույց ենք տալիս, որ նաև երախտապարտ լինելու շնորհքն ունենք Ֆրանսիային, ով առաջին օրից կանգնեց Հայաստանի կողքին, երբ շատերը լռեցին եւ քարեր էին նետում Հայաստանի ուղղությամբ։ Այս անգամ նրանք ավելի զուսպ էին, չէին հակաճառում ոստիկաններին, կանգնել էին սահմանված վայրում ժպիտը դեմքներին։ Ակցիան անցավ առանց միջադեպերի։ Ընդամենը 5 օր առաջ նույն անձին կանտեսելով ժողովրդավարությունն ու եվրոպական արժեքները, միջազգային աղմուկ էին բարձրացրել նույն վայրում։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին էին Հայաստանից դուրս վռնդում։ Պահել էին Պուտին մարդասպան գրությամբ արյունոտ պաստառներ, ոստիկանների հետ քաշքշուկ առաջացավ, հնչեցին վիրավորանքներ։ Մարդիկ հարգալից խոսք չեն ճանաչում։ Քոչարյանի վիժվածքներին եք կարոտել։ Այո, ուզում են գլուխը ջարդեն։ Կարճ ասած, իսկական պատերազմ։ Սա տրամաբանական շարունակությունն է այն ակցիայի, որտեղ մենք ցույց էինք տալիս մեր վերաբերմունքը եւ նողկանքը դավաճան Ռուսաստանի, ով Հայաստանին ըստ էության ամենածանր պահին դավաճանեց թշնամի հակառակորդների հետ։ Ինչու է արևմտամետների խմբակը մի երկրի արտաքին գործերի նախարարին շնորհակալություն հայտնում, մյուսին հայհոյում։ Շնորհակալություն են հայտնում, որովհետև Արցախի հանձնումը դա հավաքական արևմուտքի պլանն էր։ Այդ պլանը հաջողությամբ իրականացվեց, հետևաբար այդ պլանի կողմնակիցները, այսինքն արևմուտքի կողմնակիցները, որոնք որ եւս ծառայում էին այդ պլանի իրականացմանը Հայաստանում, իրենք բնականաբար պետք է շնորհակալություն հայտնեն։ Ֆրանսիայի դեսպանության մոտ ակցիա անող մարդիկ հակառակ կարծիքին են։ Նրանք կարծում են, որ Արցախի հանձնմանը մասնակցել է նաև եվրոպական հանրությունը, այդ թվում Ֆրանսիան։ Ֆրանսիայի իշխանության հովանու ներքո Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս։ Եթե իրենք այդքան մտահոգ էին հայ ժողովրդի եւ արցախահայության ճակատագրով, ապա իրենք կարող էին այնպեսի լուծում առաջարկել, որը օրինակ, ասենք Ռուսաստանի լուծումից ավելի լավը կլիներ, ենթադրենք նոյեմբեր 9-ի հայտարարությունից ավելի լավ լուծում կարող էին առաջարկել։ Ֆրանսիայի դեմ ակցիա անող քաղաքացիները կարծում են, որ արևմտյան պետությունները կրկին տարածաշրջանում վտանգում են փխրուն խաղաղությունը։ Փորձում են Հայաստանը դարձնել միջպետական հակամարտությունների թատերաբեմ, ձգտում են Ռուսաստանին պատժել հայերի ձեռքով։ Այսօրվա կադրերը նայեք, ինչպես ինքնաթիռից դուրս գալուց Մակրոնի կինը մի հատ տեսախցիկների առաջ մի հատ ապտակ հասցրեց Մակրոնին։ Այդ կադրերը հիմա համացանցում կա։ Դա է Ֆրանսիան, որը հանդես է գալիս Հայաստանի բարեկամ, Ֆրանսիայի իշխանությունը, որը հանդես է գալիս Հայաստանի բարեկամ, մի բան էլ իր հայտարարություններով ուզում է պատրանք ստեղծի, որ ինքը կարող է երաշխավորել Հայաստանի անվտանգությունը։ Իսկ Մակրոնը ինքը իր անվտանգությունը չի կարող իր սեփական կնոջից երաշխավորել, ուր մնաց Հայաստանի անվտանգությունը։ Եթե չլինեին եվրոպական դիտորդները, պատերազմ կլիներ, ասում է շնորհակալության ակցիայի մասնակից Ռուբեն Մեհրաբյանը։ Չլսված, չտեսնված արագ տեմպերով ընդունվեց որոշում եւ դիտորդներ ուղարկվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահման եւ այսօր դա վերածվեց ըստ էության ոչ ամբողջական, բայց այնուամենայնիվ կարևորագույն գործոնի պատերազմի վերսկսման բացառման համար։ Նախ դիտորդները դրանք քաղաքացիական դիտորդներ չեն, դրանք քաղաքացիական դիտորդների անվան տակ արևմտյան ուժային կառույցների հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են, որոնք իրականացնում են հետախուզություն Հայաստանի Ադրբեջանի սահմանին, պարբերաբար բնականաբար այդ գործունեությունը ենթադրում է պարբերաբար տեղեկանքներ կենտրոն, հետևաբար կենտրոն ուր ՆԱՏՕ, իսկ ՆԱՏՕ-ն պատերազմում է Ռուսաստանի դեմ, հետևաբար այդ գործունեությունը ուղղված է ուրեմն Ռուսաստանի դեմ պատերազմին եւ այդ շրջանակներում է տեղի ունենում, բայց Հայաստանի տարածքում։ Այսինքն եթե վաղը արևմուտքը որոշի, որ պետք է մի հատ փոքր լոկալ պատերազմ սարքի,
հայ-ադրբեջանական այդ դիտորդների տված տեղեկատվության հիման վրա ՆԱՏՕ-ի վերլուծական կենտրոնները կկարողանան գնահատել արդյոք եկել է պահը այդ պատերազմը սարքելու, թե ոչ, հարմար պահ կա, թե ոչ։ 2020 թվականի պատերազմը Արցախի կորուստը մեծ փաստորեն դաշ չեղավ։ Մենք չհասկացանք, որ մեր շահերը նախ ինքներս պետք է պաշտպանենք եւ պետք է դաշնակցային ու բարեկամական հարաբերություններ հաստատենք բոլոր պետությունների հետ, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Այն, որ մեր նեղ պահին ոչ մեր դաշնակից Ռուսաստանն է մեր կողքին կանգնում, ոչ եվրոպական պետություններն են քայլեր ձեռնարկում եւ մեր թշնամիներին պատժում, այլ հակառակը խրախուսում են Արցախի գրավումն ու աչք փակում Բաքվում պահվող հայ ռազմագերիների վրա։ Այդ ամենը բխում է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից։ Խաղաղություն մուրացող եւ Հայաստանի ու հայ ժողովրդի ունեցածը մաս-մաս թշնամուն հանձնող իշխանությունը ոչ արևմուտքի հետ է ճիշտ քաղաքականություն կառուցում, ոչ Ռուսաստանի։ Իսկ Հայաստան այցերի հաճախականությունը վկայում է, որ մենք հետաքրքրություն ենք ներկայացնում եւ Եվրամիության եւ Ռուսաստանի համար։ Մեզ հարկավոր է իշխանություն, որը կկարողանա օգտվել այս հետաքրքրվածությունից եւ Հայաստանի շահերն առաջ մղել, այլ ոչ թե լարախաղացի նման մեկ դեպի Եվրոպա նետվել, մեկ Ռուսաստան։ Լիա Սարգսյան, Հրապարակ։